Լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում ամենուր բարություն է տիրում, արև է տիրում, ջերմություն է տիրում, անկախ նրանից, որ օրերը ցրտել են, առաջարկում եմ այս պահին արևոտ տեսահոլովակ, որ ջերմ Ինձ համար մեր եթերում իսկապես տոն է ու խնդություն, երբ խոսում ենք ներկայացումներից, երբ խոսում ենք պրեմիերաներից եւ խոսում ենք թատերական փառատոններից, ուզում եմ նշել, որ Արմոնոն թատերական փառատոնի հատուկ նախագծեր շարքից օրերս տեղի ունեցել նեղ պարանոցով մարդը ներկայացման առաջնախաղը։ Այդ կապակցությամբ դերակատար Անիշ Մավոնյանը այսօր մեր տաղավարում է։ Բարի լույս Անի ջան։ Բարի լույս։ Նախ շնորհավորում եմ կայացած պրեմիերայի կապակցությամբ եւ մի քիչ խոսենք քո գործունեության մասին, նախ ինչպես է ընտրվել, ինչ գործ պիտի խաղաք, ով է ռեժիսորը։ Ռեժիսորը Ալեն Նեկրիկյան, իմ համակուրսեցին է եղել։ Նույն տարին ենք սովորել ռեժիսորական կուրսում, ինքը ես դերասանական կուրսում, բավական վաղուց ճանաչել ենք իրար ու երբ որ ինքը կարդացել էր գործը Կաֆկայի օրագրերի վրա է հիմնված, այսպես Կաֆկան ունի օրագրեր, որտեղ պատմում է թե ոնց է անցել իր ստեղծագործական ճանապարհը, թե ինչքան բարդ է անցել ու ամեն ստեղծագործությունից հետո թե ինքը ինչքան է մտածել լավ է, վատ է եւ այլն ու այդ ամեն ինչի հիմքում ընկել է իր միտքը, որ ստեղծի այդ գործը, նաև գործում ունենք Դանիել Խարմսից պատմություններ, հետաքրքիր մի բան է ստացվել ստեղծագործ մարդու մասին, ով մտածում է իր մոտ ստացվում է, չի ստացվում ու հիմնականում մտածում է, որ չի ստացվում ու չի կարողանում շարունակել, ցանկացած գործ գրելուց հետո փորձում է դա կարդալ տարբեր ձևերով, թե ոնց կլինի, ոնց կդիտարկվի, միևնույն է վերջում ասում է, չէ, վատ է ամեն ինչ, ոչինչ իմ մոտ չի ստացվում։ Այսպես ասած, ցանկացած ստեղծագործ մարդ ունենում է տենց մի հատ փուլ, որ ինքը իրան մտածում է, որ ոչինչ չի ստացվի եւ այլն, բայց ի վերջո վերջանում է մի ձև, որը մարդկանց մտածելու տեղիք է տալիս, արժեր իր ստեղծագործելը թե չէ, այդպես մի բան։ Իսկ թեման ավելի շատ ձեզ է հոգեհարազատ եւ հուզել ու դուք եք ընտրել, թե անձամբ ձեր ընկերը ու դրանից հետո եք որոշել, որ միասին պետք է համագործակցեք, թե ինքը գործը ընտրել է, նոր ձեզ առաջարկալ է։ Չէ, գործը ընտրել էր, ինքը սկսել էր աշխատել պիեսի վրա ու դեռ հենց նոր էր սկսել աշխատել, ինձ կանչեց, ասեց Անի, պիտի խաղաս իմ մոտ, ասեցի, ինչ գործ է, հələ չեմ գրել, բայց պիտի խաղաս։ Ասեցի լավ ու հետո որ սկսվեցին այդ աշխատանքները արդեն ինքը գրվել էր եւ այլն ինքը սկզբում երկու հոգու համար էր գրել հետո որ այդ գրեց վերջացրեց ասեց չէ երկու հոգու համար չպետք է լինի պետք է մենակ դու լինես ու եկավ տիկնիկի գաղափարը որտեվ ներկայացման մեջ կա տիկնիկ որը երկրորդ կերպարն է այդպես կարելի ասել ու Դրանից հետո ես շատ դժվար էի համաձայնվում նրան, որ ես պիտի մենակ խաղամ, մի քիչ բարդ է իրականում մոնո ներկայացումը, հատկապես ես չէի խաղացել տենց մոնո եւ այլն, միշտ խաղացել եմ խաղընկերների հետ եւ այլն, բարդ էր այդ առաջին բանը ու դժվարությամբ համաձայնվեցի, բայց համաձայնվեցի, սկսեցինք աշխատել երկար ժամանակ ու Ստացվեց այնպես, որ տեսանք Արմոնոն ունի պրեմիերաներ, որից հետո նաև Գարնանը պիտի խաղացվի ներկայացումը, շատ ուրախությամբ գնացինք, դիմեցինք մեր պրոդյուսերը Արփին, դիմեց Մարիաննային եւ Մարիաննան շատ ուրախությամբ համաձայնեց, մենք էլ խաղացինք, շատ հետաքրքիր ստացվեց, օրեր առաջ է եղել ու հուսանք Գարնանն էլ կլինի լավ ու մարդիկ կարողանան գալ։ Այս պահին փոքրիկ հատվածներ դիտենք, որից հետո վերադառնանք շարունակենք մեր զրույցը, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչի մասն է խոսքը։ Անի, այտես մի քանի տարի է, ինչ դու ուսանողուհուց դարձել ես պրոֆեսիոնալ թատրոնի դերասանուհի եւ այս անցումը բնականաբար շատ բարդ է ու մոնո ներկայացում միայնակ բեմում կարծում եմ սա համարձակության նշան է, որովհետեւ շատ ու շատ դերասաններ երկար տարիներ խաղալով պրոֆեսիոնալ թատրոնում միևնույն է ռիսկ չեն անում։ Սա ըստ քեզ ինչ է, անվախ ես, թե ռիսկային ես,
Թե պատկերացնում ես քեզ։ Չէ, սկզբում ընդհանրապես չէի պատկերացնում ու երբ որ փորձերը գնում էին այդ կերպարի, այսպես ասած, մտքերը ոնց որ ինձ էին անցել, որովհետև ես էլ ասում եի, չի ստացվի, ու մենք մինչև այդ պրեմիերան նաև ունեցանք փակ դիտում, որտեղ մեր սիրելիներին էինք հրավիրել։ Ինչպիսին էր արձագանքը։ Այդ փակ դիտումից հետո փոխվեց իմ նաև տպավորությունն այն մասին, որ ես ասում եի, հա, լավ չի եւ այլն, այդ տպավորությունները փոխվեցին ու մի քիչ ավելի ինքնավստահությունը առաջ պլան եկավ, բայց իհարկանում այդ ոնց որ ասում եք բարդ է համաձայնվել խաղալ այդ մոնոյի մեջ, որտեղ ամբողջ մի ժամ է տևում ներկայացումը, այդ ամբողջ մի ժամվա մեջ խաղալ առանց խաղանկերոջ, այդ դուք էլ եք հասկանում, թե ինչ բարդ է, հատկապես երբ որ բացարձակ նաև հանդիսատեսին չես տեսնում, ես լույսերը ընկնում եմ, ոնց որ դու մենակ ինքդ քո հետ։ Հա, ինքդ քո հետ խաղաս ու այդ փող հարաբերությունները չկան, որ քեզ օգնեն, որ դու ինչ որ մի բանի հասնես, ու միայնակ sense շատ բարդ է, էլի, առաջին անգամ ես շատ լարված էի, շատ բառեր երևի մոռացա, ինչ որ տեսարաններ այնպես չեղան, ինչպես որ պիտի լինեին, բայց կարողացա տակից դուրս գալ ու հասկացա, որ բավականին լավ է ստացվել։ Հետաքրքիր գործ է մի քիչ ոչ ստանդարտ, որտեղ Ալենը ինքը ոչ ստանդարտ մարդ է մտածողությամբ։ Ու այդպես հետաքրքիր է ստացվել մեր աշխատանքը, մի քիչ վեճերով, մի քիչ անհամաձայնություններով, բայց ի վերջո ստացել ենք պրոցեսի ընթացքում, ի վերջո ստացվել է այն ինչ որ ստացվել է, առանց այդ ստեղծագործական անհամաձայնությունների ոչինչ չի ստացվում։ Կուզենայի խոսենք արձագանքից հանդիսատեսի թե առաջին օրվա փակ դիտման եւ թե պրեմիերային ու արդյոք կան մարդիկ ասպարեզում քեզ համար, ովքեր ում կարծիքը քեզ համար կարևոր է, ովքեր հանդիսանում են մոտիվատորը, հա։ Դե շատ ուզում էի, որ պարոն Հակոբյանը լիներ ներկայացմանը, ուղղակի ցավոք սրտի ոչ փակ դիտմանը կարողացավ գալ, ոչ օրեր առաջվա պրեմիերային, որովհետև ինչ որ խորախաղեր եւ այլն չկարողացավ գալ, այդպես է չլսեցի այդ պարոն Հակոբյանի կարծիքը, հուսանք Գարնանը կկարողանա նայել։ Ունեմ ընկերներ նաև ասպարեզից, ովքեր եկել էին իրանց կարծիքներն է շատ հետաքրքիր էր լսելը, հատկապես ամսի 24-ին, նորեր որ առաջ խաղացինք։ Արձագանքը շատ տարբեր էր, ընկերներից մեկը ով երաժիշտ է, շատ հուզվել էր, ասում էր ոնց որ իմ վիճակը լինի, որովհետև ես էլ չեմ կարողանում, գրում եմ, մտածում եմ որ սխալ է, ջնջում եմ նորից եմ գրում իմ վիճակներ ու ինձ թվում է ցանկացած ստեղծագործ, լինի նկարիչ, լինի դերասան, լինի ցանկացած արվեստի ճյուղի մարդ, ինձ թվում է իր մեջ մի քիչ գտնի այդ կերպարին, որը որ բեմում է, ընդհանրապես Կավկան վերջի շրջանում չի սիրել իր գործերը, ինչ որ գրել է, մտածել է, որ ոչ մի բանի պետք չի ու ինքը առասարակ ոչ մեկի պետք չի ու վերջում տվել է այդ իր բոլոր դավթարները, չգիտեմ, տվել է իր անկերոջ, ասել է կտանես կվառես առանց ընթերցելու, առանց ոչինչ անելու, կվառես իմ մահից հետո։ Եվ ընկերը կարծես թե փրկել է փրկել է իր վիճակը ու տպագրել է բոլորը օրագրերից, նամակներից եւ այն ամեն ինչ որ մեզ հասել է Կավկայի ընկերոջ շնորհիվ։ Շնորհակալություն Կավկայի ընկերոջը։ Որ մենք ունենք Կավկային ու ունենք նաեւ այս ներկայացումը։ Ու այդ ամեն ինչը ոնց է ստեղծվում որևիցե գործ, ոնց է լինում այդ աշխատանքը եւ այլն ներկայացված այս ներկայացման մեջ։ Ինձ նաև հետաքրքիր է դու որպես Անի, ոչ թե որպես դերասանուհի, քեզ համար այս ներկայացումը տվել է ինչ որ հարցերի պատասխաններ, որ մինչ այդ կասկածում էիր ինքդ քեզ վրա, բայց ներկայացման միջոցով հաղթահարել ես այդ կասկածները։ Եվ հա, եւ դեռ չէ։ Հա, այն առումով, որ հասկացել եմ, որ ստացվեց իմ մոտ ինչ որ մի բան։ Իհարկե մինչև էդ բավականին շատ ներկայացումների մեջ էի խաղացել, ուսանողական տարիներին շատ բուրըն շրջանների մոտ շատ ակտիվ էր, հենց ավարտական տարին ես հիշում եմ մի 4-5 ներկայացման մեջ էի զբաղված եւ իմ կուրսում եւ տարբեր ռեժիսորների մոտ եւ այնպես ինչ որ բում էր իմ մոտ, բայց հետո որ ավարտեցի ինչ որ sense ամեն ինչ նստեց ու հետո էլի սկսվեց այս մոնո ներկայացումը, հետո ուրիշ ներկայացումներ ու Այսպես գնաց առաջ ու հիմա այդ ներկայացումը, որ խաղում ենք, ես մտածում եի
լավ ինչ ենք էլի ուզում ասենք սրանով, պատասխան չկա էլի, ես Անլենի հետ խոսում ենք, այդ վիճաբանությունը այդ էր, որ չկա պատասխան էլի, վերջո ինչ անել, օրինակ ես էլ եմ այդ նույն սիտուացիայում, ես էլ չգիտեմ ոնց գնալ առաջ, ինչպես գտնել ոնց որ քո տեղը ասպարեզը մեծ է, բոլորին տեղ կա, բայց ինչ որ դժվար է հասնել ինչ որ մի տեղ, որ դու արդեն զգաս, որ դու հասել ես ու պետք է այդ տեղից նաև շարունակել, ասում եմ, պատասխանը չի տալիս։ Ու վերջո այս փակ պրեմիերայից հետո անցավ նաև այս մոնո ներկայացման արդեն Արմոնոյի պրեմիերան ու ես հասկացա, որ իսկապես ինչ որ մի բան քաղել եմ դրանից, իսկապես եւ փորձի առումով եւ նրա առումով, որ արդեն ավելի վստահ եմ բեմում լինում, որովհետեւ առաջինի ժամանակ այդ լարվածությունը եւ այլն խառնել էին ինձ, իսկ երկրորդի ժամանակ արդեն ավելի թեթև է ու հասկանում եմ, որ արդեն ստացվել է ինչ-որ մի բան արել եմ, գուցե հենց այն հանդիսատեսի կարծիքներից, որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ մի բան շարժվել է, ինչ-որ մարդիկ հուզվել են, ինչ-որ մարդիկ մտածել են, նույնիսկ այս վերջերս քերիս էր եկել ներկայացմանս, երբեք ոչ մի ներկայացման ժամանակ չէր եկել, այն օր եկել էր ու ես էլ չեմ տեսել, որ եկել է, ու խոսում ենք հետո, ասում եմ, այդ տեքստերը ինձ էիր ասում, որ չի ստացվում, բոլորը ասում են չի ստացվում, ասում եմ, դե չէ, քեզ ուղված չէր, բայց եթե այդպես է գալու մի բան կա, հենց այնպես չի լինում։ Այդպես խոսում ենք ու ասում եմ, ամբողջ ընթացքում ինձ էիր նայում, ոնց չես տեսել, ասում եմ, չէ, քեզ չէի նայում, բայց հավատացել են իրական, որ իր ասածները ինչ որտեղ գուցե նաև վիրավորել են, բայց երբեք չեմ վիրավորվել այդ կողքի կարծիքներից, միշտ շատ ահնչում են չի ստացվի, գուցե մի արա ես ինչը վստահ ես, որ ուզում ես եւ այլն, բայց երբ որ ինչ-որ մի բան ուզում ես, երբ որ ինչ-որ սկսում ես, պետք է շարունակվի, ու այդ շարունակությունը հենց այդ Արմոնոյի մասնակցությունն էր, որտեվ սկսել, փորձել, շարունակել ու խաղալ մի անգամ փակ պրեմիերա ու չշարունակել, մի քիչ տխուր կլիներ ու սխալ կլիներ, դրա համար շատ մեծ հնարավորություն էր այս նախագիծը, որից հետո բնականաբար նաև կյանք կառնի ներկայացումը, Գարնանը կխաղացվի, գուցե Այդ է ուզում հարցնել, Գարնանը Արմոնոյում խաղացինք, չկա միտում առհասարակ գնալու եւ փառատոնների, դրսի փառատոնների, Հայաստանի սահմաններից դուրս մասնակցելու, որովհետեւ հիմա շատ մեծ հնարավորություններ կան, մանավանդ մոնո ներկայացումը։ Մենք շատ մտածում ենք այդ մասին, աշխատում ենք այդ ամեն ինչի շուրջ, դեռևս չենք հասկացել, որտեղ կարելի է, ինչ կարելի է անել, բայց մտածում ենք, որովհետև դա շատ կարևոր փորձառություն է, ես ինքս ուրիշ ներկայացումներով եղել եմ Մոսկվայում, Մարոկոյում, ուսանողական տարիներին Մոսկվան է եղել, իսկ արդեն անցած տարի Մարոկո գնացինք, ու այդ փորձառությունը, այդ ուրիշ հանդիսատեսի կարծիքը, որովհետև ամեն դեպքում մենք հայերենով ենք խաղում, բայց Ռուսաստանում չեն հասկանում, որովհետև հենց այդ դահլիճը լցված էր շատ քիչ մարդկանցով, ովքեր հայերեն հասկանում էին, ու նույնն էր Մարոկոյում բացարձակ ոչ մեկ չէր հասկանում հայերեն, նույնիսկ շատ քչերը գիտեին Հայաստանի մասին ու տենց հետաքրքիր էր, որ հետո մոտեցան շատերը ասցին մենք ամեն ինչ հասկացել ենք ու կապ չունի, որ չէինք հասկանում լեզուն, բայց ամեն ինչ հասկացել ենք ու հետաքրքիր է այդ փորձառությունը շփվել ուրիշ մասնագետների հետ, ովքեր այնտեղ քեզանից կիլոմետրերով հեռու դասավանդում են, իրանց կուրսերն ունեն, այն երեխեքի հետ, ովքեր ուրիշ երկրներում են ստեղծագործում ու այս ներկայացումով էլ շատ կուզեի գնալ, լսել օտար կարծիք, որը որ էլի բնականաբար կամրապնդերեն ինչ-որ ունենք։ Ես քեզ սրտանց դա ցանկանում եմ, պրպտացեք, գտեք, վստահաբար կգտնվեն այնպիսի փառատոներ, որտեղ այո, լեզուն էական չէ կամ ի վերջո սուբտիտր կա, կարելի է էկրանով դա ստանալ ընդհանրապես որպես թարգմանություն, իսկ խաղը կարողանան վայելել։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Անիշ Մավոնյանը, ով օրերս ներկայացել էր Արմոնո Թատերական փառատոնի հատուկ նախագծեր շարքերից նեղ պարանոցով մարդը ներկայացումով, Անի ջան, քեզ մաղթում եմ բազում հաջողություններ, թող որ ներկայացումը իսկապես ինչպես կյանք է առել, այդպես կյանք առած շարժվի առաջ ու մենք իմանանք, որ նաև այլ տարբեր հարթակներում ես խաղացել, միշտ առաջ ու երբեք չկասկածես։ Շատ շնորհակալ եմ։
Ես եմ շնորհակալ, որ այս առավոտ եկար եւ ուրախացրեցիր այս հրաշալի փաստով։ Սիրելի հեռուստադիտող, ինձ մնում է միայն հուշել եւս մեկ անգամ գնացեք, նայեք ներկայացումներ, լավ, վատ, միշտ կլինի ինչ որ մի բան քաղելու, հա, ներկայացումից եւ ինչպես Անին նշեց, գուցե ներկայացումը չտա որևէ հարցերի պատասխաններ, բայց գուցե առաջ բերի նոր հարցականներ, որոնք կտան մտածելու առիթ։ Ու առհասարակ յուրաքանչյուրը կարող է իր զգացողությունը քաղել ներկայացումից, ինչքանով նա բարդ լինի կամ հեշտ լինի, արդեն որոշողը դուք եք, բայց գնացեք ու առնչվեք թատրոնի ու արվեստի հետ, սա շատ կարևոր է։ Այսօրվա համար նախատեսել էի այսքան, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, օրը բարին 21 TV-ում, թող ձեր օրը իսկապես լինի բարի, մնացեք բարով։